Իմ անունը Ալինա է, ես ուզում եմ ձեր ռեստորանում երգչուհի աշխատեմ։ Երբ կարող եմ գալ աշխատանքի։ Հələ մի րոպե աղջիկ ջան, տենց մի անգամից չի լինում։ Դա ասա ով ես, ինչ ես, ինչ ոճի մեջ ես երգում, ինչ աշխատանքային փորձ ունես։ Հասկացա։ Դե ասա, ով ես, ինչ ես, ինչ ոճի մեջ ես երգում, ինչ աշխատանքային փորձ ունես։ Ճիշտ ասած աշխատանքային փորձ չունեմ, բայց տենց երգում եմ դանդաղ ու արագ ոճերի մեջ։ Իսկ կարամ ձենդ լսեմ։ Հենա խոսում եմ, էլի։ Չեք լսում։ Երգելուց լսեմ։ Երգեմ։ Մանուկ էինք մի ժամանակ ախպերներով, ես փոքր էի ուրախացած նրանց սիրով, տարիները ես ոնց անցան երազի պես, կարոտում եմ քեզ ախպերս ամեն օր ես, իմ ախպերս, my brother։ Լավ է։ Վալա, տավիճ։ Ինչ։ Սարտերենով ասեցի լավա, վատ չի։ Ինչի դու մեր խարեբների լեզուն չգիտես։ Ես այդ խարեբների լեզուն սարդերեն չգիտեմ, այդ որ երկիշները թարս են երգում է, դա։ Հա։ Յավ թար, ոնց չգիտեմ, զխարում եմ դե զելուն։ Ինչ։ Ասում եմ այ մարդ ոնց չգիտեմ, խզարում եմ այդ լեզուն։ Դե տաշվալա։ Իսկ արտաքինից ոնց եք։ Նայեք են Facebook-ում որ post կար, նկարս գցել եմ այդտեղ, 50% տվեց կյանք եմ, 25% տվեց մռութ եմ, են 25-ն էլ կարիճ։ Դե շատ լավ է։ Այսօր սպասում ենք մեր մոտ։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչի է այս ամիս այսքան կոմունալ եկել։ Կարող է շփոթվել են ամբողջ շենքի կոմունալները մեր վրա են գրել։ Ռիբ դե մի մոռացի, որ դու այս տանը մենակ չես։ Ինչ ես 3 անգամ կրկնում։ Դե որովհետև այս տանը քեզնից բացի եւս 3 հոգի ապրում է։ Վարնս քրեր։ Ես չեմ հասկանում, այս տան վրա բացի ինձնից ոչ մեկ չի ուզում փող ծախսի։ Բայց ինչի փող ծախսենք, որ սենց որ նայում շատ էլ նորմալ է ամեն ինչ։ Հա, բայց ինչի ծախսենք, որ գոմից մի քիչ էլ տարբերվի լավ է էլի։ Ալինա ջան, ես այդ չեմ ասում։ Ուղղակի ես նկատի ունեմ, որ ես 2 տեղ եմ աշխատում։ Իսկ դուք 2 տեղով եք ուտում։ Դու իմիջայլոց ձեր վիլիջից ոչինչ չես բերել, դե բացի իհարկե ախորժակիցը։ Բայց ինչի ես տենց ասում, որ բացի ախորժակից ես բերել եմ մի բանկա լեչո, մի բանկա բամյա, մի բանկա էլ մեղր։ Ճիշտ է, դե առաջին օրով բամյան ու լեչոն մեջ արեցի մենակով, բայց դե մեղրը հո մնացել է։ Ռիպ, այսինքն ուզում ես ասես, որ ես ոչ մի բան չեմ առնում, բայց կրեկերով առե։ Իմիջայլոց այդ կրեկերի փողի կեսը ես եմ տվել։ Դուրս տեղ, դու չգիտես, որ այդ փայ մտնելու ժամանակները անցել են։ Դե որ տենց է ես որոշեցի ինչ կանենք։ Չէ որ մենք ենք տերը մեր երկրի։ Այսինքն, այսուհետ յուրաքանչյուրս տեր ենք մեր գնաց ապրանքին։ Սառնարանը կկիսենք 3 մասի։ Առաջին հարկում կլինի իմ ուտելիքները, երկրորդում Անուշինը, երրորդում քույր դարմայետներինը։ Դրամաբանական է։ Տատս ասում էր էլի, այդ մի բանկա պոպոկի մուրաբան էլ տար։ Ապես մերի սերը ինձ լրիվ տարելա կործանման։ Ես ինքս ինձ վնաս կտամ սենց ժամանակ։ Ես սիրել եմ։ Չհամարձակվես բնջոս։ Դու որ հիմա սիրո ռեպերտուարդ բացես, մենք մինչև իրիգուն մենահամել գտնենք լսելու։ Դա չի այ ախպերիշ է երկել։ Որոշել եմ սրանից հետո մինչև փող չտան, ընդհանրապես չեմ երկելու ախպեր ջան։ Չոփս, դու մի 2 բառով կարաս նկարագրես սրտիդ իրավիճակը մեր հասկանանք։ Ապա դե ոնց ասեմ, ցերեկները գախից մեջ, հա։ Քշերները քնում եմ, երազից մեջ է։ Մտնում եմ զուգար, հա։
Հետո մտնում եմ բաղնեիք, լվացվում եմ, դուրս եմ գալի ախպեր, տարական էթիկա է։ Ճապսոյ։ Ես քո արգովի ախպերն եմ։ Ու քեզ չեսնիկ ասեմ։ Դու բացարձակ շանս ունես այդ աղջկան հասնելու համար։ Լավ, թարգի այ ախպեր ինչ ես այդ նեգատիվ տեքստերդ ասում։ Այստեղ ոսիրտը հեռախոսիդ էկրանի պես մի կոտրի ինգեր։ Ապե, ես բեսանտ ռեալ եմ դատում։ Ունեցած չունեցած այդ մի հատ անշարժ գույք, հա, ու շուշա բանդի հատվածը։ Մի հատ էլ շարժական գույք բերնի չոպը։ Всё։ Ինգետում ես հակի շորերը շարժական գույք չի, ինգետ ես ֆուկանում։ Բայց դա լավ է, ճիշտ ես ասում այ ախպեր, շանս չկա։ Լավ, բա ինչ ես առաջարկում, ինչ անես մեր միջին վիճակագրական հնարավորություններ ունեցող հարմար ախպերը։ Ես առաջարկում եմ չոպիկը մերից հիաստապվի։ Ինչ։ Ապեր, իսկական հալալ կաթնակեր բակի տղեն։ Ինչ կատեգորիայի աղջիկ պետք է տանի տուն։ Էփող թափող։ Անող դնող։ Ասող խոսող։ Էփող թափող։ Էդի ասել էի։ Այդո։ Հետո են ապե, որ առաջարկում եմ այդ աղջկա մասին ինֆորմացիա հավաքենք։ Կարող է էփողա, բայց թափող չի։ Հա։ Կարող է ասողա, բայց խոսացող չի։ Տարբերակներ։ Հա։ Բայց չէ, այ ախպեր։ Ես դա ցտից բաներից հիաստապվողը չեմ։ Իրա մոտ լրիվ են 2000 թվականների Զենֆիրը ոնց որ լինի։ Մեդի որնա։ Երկիշ տղա ես, այ ախպեր, չգիտես այդ երկին։ Моей огромной любви хватит нам двоим головою. Хочешь нам сладких апельсин? Բարի լույս ծտեր։ Էս ի՞նչ է։ Այսուհետ ամեն մեկը ուտելու է իր քրտինքը։ Յոխ, քեզ տեն զզվելի բաներ չեմ ուտում։ Մերի եսի նկատի ունեմ ամեն մարդ ուտելու է իր սեփական աշխատանքը։ Բայց ինչ թվեր է ուտելիքների վրա ստիկերով կպցրած։ Այդ արվածը նրա համար, որպեսզի մեկը մյուսից չգողանա։ Օրինակ 60% մածուն, 12 կտոր երշիկ։ 420, 421 հատ արևածաղի։ Հեսա ես էլ եմ հաշվում 22։ Թիվը խփեմ վրան։ Ինչպես նաև պետք է իմանաս, որ սառնարանի առաջին հարկը պատկանում է ինձ, երկրորդ հարկը պատկանում է Անուշին, երրորդը ձեզ, քույրերիդ։ Այսինքն մենք մենակ պիտի մեղր ուտենք։ Կքսես ինքնավստահությանդ վրա կուտես։ Երեխեք վերջ տվեք այս ամեն ինչին։ Մենք հեսա շուտով լիքը փող ենք ունենալու։ Եկեք ասեմ։ Մերես ինչ մատանի է։ Չլինի պատրաստվում ես ամուսնանաս ու վերջապես գնաս այս տնից։ Իհարկե ոչ։ Իսկ կարող է Վիգեննան նվիրել, ներել ես իրան ու ուզում ես հետ գնաս մոտը։ Չէ, Ալինա։ Մերի, բա որտեղից ես թանկանոց մատանին։ Լոմբարդ ես թալանել։ Երեխեք ջան, այսօր առավոտ մի հատ ոսկերչական ընկերության հետ գովազդային պայմանագիր եմ կնքել։ Պիտի իրանց զարդերը մեր Instagram էջում գովազդենք։ Իսկ որ գովազդես հետո քեզ ամնալու։ Հարցից զգացվես, չէ՞, ում քույրն է։ Չէ, որ լավ գովազդենք, ծախելու են մեզ այդտեղից փող տան։ Երեխեք, բայց ինչ լավն է։ 1 միլիոն դրամ արժի պատկերացնում եք։
միլիոն։ Մի հատ կտոս նայեմ։ Մի հատ կտոս նկարվեմ։ Տեղ չկա մեջ։ Մի հատ ուր ինձ եսել։ Երեխեք, բայց ես չեմ ուզում սրանով սելֆի անեմ։ Ես ուղղակի մատիս կդնեմ։ Լավ, մի հատ դուր, հա, ես էլ նկարվեմ։ Բայց ես նորմալ նկար չեղավ։ Ինձ կտոս։ Ես սիրում նկար։ Երեխեք ինձ ծանր եք բոլորդ։ Լրի ոնց որ փաղիկներ լինենք։ Երեխեք, դրա համար ասում եմ, այսքան մի կերեք կովիկներ։ Բա որ ասում էի, մեզ դիետա է պետք ու սպորտզալ գնալ։ Ոչինչ, հեսա կհարստանանք ու կգնանք սպորտզալ։ Դե տվեք մատանին, տեսնենք ինչ ենք անում։ Իմ մոտ չի մոտանին։ Վատես վալդես, քո մոտ էր։ Ձեր մոտ չի աղջիկներ։ Իմ մոտ չի էլ եղել։ Բայց իմ մոտ ինչ գործ ունի։ Մի հատ էլ լավ նայեք, հա։ Պետք է։ Երեխեք, կարող է շորերներից մեջ հանգել, մի հատ հանվեք։ Մի րոպե, հա, Մերի, ինչ պարտադիր է հանվենք, որ շորերներից մեջ լիներ կզգայինք։ Հա, էլի։ Մամա ջան, բա ես հիմա ոնց եմ այդ միլիոնանոց մատանուտակից դուրս գալու։ Ռիմա ջան, բարի օր։ Բարև այ սիրարված դիրիժոր։ Դե դիրիժորը ինչի համար ես ասում։ Պինգվինի նման չի։ Հա, նման է։ Ինչով կարամ օգնեմ, Ռիմ։ Ոչինչ բանով գնա։ Դու ինձ կարաս օգնես։ Ինչ ա եղել, վարկերդ չես կարող մուծես։ Վարկ չունեմ, փառք Աստծո։ Դե արի մատ նկարվենք այ էքսպոնատ։ Ռիմա աղբոր պես, ես քո մոտ եկել եմ շատ կարևոր հարցով, շատ կարևոր բան խոսամ։ Բախի փոշմանեցիր ասա։ Չեմ փոշմանել, լսի։ Ոնց կարանք անենք, որ ես մերի ուշադրությունը գրավեմ։ Սիրտը գրավեմ, էլի։ Մի ուշադրությունը թե սիրտը։ Բայց հավատանամ երկուսն էլ ուզում եմ գրավեմ ես։ Մեկը որպես գրավյալ տարածք, այն մեկն է որպես բուֆերնի զոնա։ Աթո տենց էլ Ռիմա ոնց ուզում ես ասա, բայց ես մի բան ասա, էլի։ Աղջիկ ես վերջի վերջո։ Նայ Նարեկ ջան, աղջիկները սիրում են ուշադրություն։ Երբ որ դու գալիս ես, իրանց փրկում ես։ Դու էլ ռեակցիայից լավ ես։ Գնա մի բան արա, էլի, ջոգիր։ Չէ։ Այ տղա, պետք է գնաս իրան փրկես, որ դառնաս իր կյանքի միակ մարսպետը։ Ջոգելով էտի ասպետը։ Դե այդ բանից էլի, վայ։ Ապես մերի մի բան պետք է անի, չէ՞ որ ես գնամ իրան փրկեմ, Ռիմա։ Նարեկ ջան, քո մերին տեղով շառա, ոնց էլ չլնի, մի հատ փորձանքի մեջ կընկնի։ Կգնաս ես իմ ավտոն սարքեմ։ Գնա էլի։ Մի միլիոն դրամ։ Բերնով եք ասում մի միլիոն դրամ։ Բայց հիմա այդ փողը ոնց եմ տալու։ Ինձ կսպանեն։ Չէ, բայց ես չեմ սպասի, որ ինձ սպանեն։ Այդ մի հաճույքը ես ոչ մեկին չեմ պատճառի։ Ավելի լավ է ես մինչև այդ ինքս ինձ կսպանեմ։ Մերի հետ ինչ ես անում։ Գնում եմ ստեղից, ես էլ սենց չեմ կարա։ Հա, տենց չես կարա։ Տենց ուր ես գնում, արի դռնով գնա։ Կատակ չեմ անում, երեխեք։ Մի քայլ առաջ եկա գցվում եմ։ Ուր ես գցվում, դոդերի բաղ չեն։ Ռիպ աչքից լուրջ է ասում։ Մի հատ այդ քո հոգեբանական տրուկերով հետ բեր Մերիին։
Մերի ջան, հոգեկան անկայունության պայմաններում հուզական բովով ներդաշնակությունը ինքնին կարևորագույն խթանիչ գործոն է, սակայն էքսցենտրիկ պահվածքը բնորոշող էնտերոցենտրիզմը նմանօրինակ հոգեվիճակում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ռիփսի մեզ քո տեքստերից իմ քցվելն էլ եկավ։ Մի րոպե աղջիկներ, ես հեսա կանեմ մի բան։ Մերի ջան, քուրս ինձ անգաճեր է, իդի ակոշկան թող արի քովս։ Միլիոն եմ փարան կյանք չարժե, զարի քորքուրին գերեզման։ Ես վիխտը գտել եմ։ Դավերյա էր ինձի, ելք կա։ Ներես կքուր, աբրիշ շատ։ Օղորմի զարի քորքուրին։ Ադի ինչ պլան B ես մտածել, որ մատնու տերերը ինձի չցկեն նույն տեղան նույն ուղղությունով։ Արի հայնի կսեմ։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ պետքա գցվեր։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Նա ինձ որ լսես, այդ ամենահավանական տարբերակն է, այդ առաջի մտքի վրա էլ կանգ կառնենք։ Դեմքիս խփելով, բայց։ Հա, ոսկերչականին կասես, որ քեզ թալանեցին, ծեծեցին, ինչքան թանկ բան կար, վրից է տարան։ Հո, բայց որ իսկական դեմքիս խփեն չեմ դիմոնո։ Մեյքափս կփչանա։ Քուրս համաձայնվի, եթե չխփեն, կյանքիդ մեյքափն է փչանալու։ Լավ, համաձայն եմ, խփի։ Քրոջ սիրտը է չեմ կարա։ Ավելի լավ է այս 3 պարապներին ասենք։ Մեկը պարապ են ամբողջ օրը ոչ մի բան չեն անում, թող իրանք է խփեն։ Հա, կակրած դրանցից մեկին իմ վրա է կտցրել։ Ահա, թող հենց ինքն էլ քեզ կտցնի, գնացի։ Ոյ, մեյքափս։ Ասում եմ նորից, դու մերին ապե, վաբշե իրար չեք սազում։ Ինգեր ինչ հանեմ ախպեր, ընկերեք, մեծ խորհուրդ տվեք, ինչ հանեմ։ Ես է կարճ յուբկա հագնեմ ախպեր, մազերս դեկոլտե անեմ, ինչ հանեմ։ Այդ չեմ ասում բրատ։ Մերին բեսանտ նուրբ էակա։ Դու կարող ասենք մի բան նիտո ասես մերին ու ինքը նուրբ ասած լքի քեզ։ Կամ ասենք դու կարողա թռնես դեմքին, ինքը քո վրից թռնի։ Հա դե լավ այ ախպեր, ինչ ես խոսում։ Բա կին անգեր պետք է նուրբ լինի այ ախպեր, ես չեմ սիրում ընկեր տենց ռիմայի պես աղջկեքի։ Արա հենա իրանք է գալիս են այ ախպեր, ոնց որ էսյան է գալիս են, արա պապայ արև։ Բարև ձեզ տղեկ, մի հատ տարօրինակ խնդրանքով եմ եկել ձեզ մոտ։ Ասեք գեղեցկուի արևանուհիներ։ Նայեք, պետքա որ ձեզնից մեկը մերի աչքին բզի։ Դժվար արա։ Ինչ աներ ում աներ։ Եթե կարաք, մերին բոքսեք էլի։ Այլի բոքս եմ, պրոբլեմ չկա, բայց ինչ արեմ ես։ Ինքը մի հատ սխալ բան է արել։ Ձեր հանդեպ չէ։ Մի խոսքով պետքի համար է տղեկ։ Իսկ կարանք պատճառն իմանանք։ Դե ոնց ասեմ, մերի դուրը տենց գալիս է։ Այ ցավը տանը մենք այդպես բաների մեջ չկանք։ Գնացեք ստե, այս պարանք եք անում, տեսախցիկ աստ է թաքնված։ Կամ պամտոցի պլյուսնա։ Գնացեք այ ցավը տանը։ Կներեք, դուք երկիչ եք, չէ։ Չասեք, չէ, որովհետև ձեր երկածը մինչև երրորդ հարկ լսվում է։ Հա, քուրս։ Հա, եթե դուք իմ քրոջ աչքին բզեք նենց որ մի թեթև կապտի, ես կդասավորեմ դուք ռեստորանում երկիչ կաշխատեք։ Համ էլ լիքը փող կաշխատեք, ես նենց ծանոթություններ ունեմ։ Լավ առաջարկ էր։ Բայց չէ, ես երբևէ կնոջ վրա ձեռ չեմ բարձրացրել, չեմ է բարձրացնի։ Ուֆարի գնանք, հա։ Ես տենց էլ գիտեի, որ սրանցից բան չի ստացվի։ Չեմ հասկանում, տղա եք, թե ֆեմինիստ։ Ֆեմինիստ։ Արա մեր հերոնը նիվիստ, բայց ֆեմինիստ չեն իրեն։ Արա, ֆեմինիստ, յանի դրանք մարդիկ են, որ իրանց ասելով կնիկ մարդը մեր հետ հավասար է ջոգիր, կարա մեր հետ նստի էլի։ Այ ախպեր ինչ հավասար։ Մենք 3 հոգի ենք, իրանք 2։ Բայց դա ճիշտ ես ասում ախպեր։ Տեսար, քո աստած նուրբեյակը։ Ապե տեսար, որ ասում եմ այդ աղջիկի Իզրաշենկա է, քեզի սազագան չի։ Լուկաշենկո։ Այդ ո՞րն է։ Ահա, ախպեր, տեսար, որ տփում ես իրան, ինքը դրանից հաճույք է ստանում։ Քյա սար ախպերս, ինքը տուն տանելու աղջիկ չի, ու ես թույլ չեմ տա, որ ինքը մտնի ձեր օջախ, գոարտայից դեմը հազ դնի։ Վերջին տարբերակ ես մարդակեր ռիմանա։ Իսկ կարող է ռիմանն հենց խփի կյանքից վնաս հասցնի։
Չէ, դու կպրկվի վիրավորի մի բան արա, մենակ թե խփի քեզ։ Լավ, բայց փոխում եմ։ Որիստեղ։ Ալո։ Ռիմա ես, ինչ ես։ Մի հատ էլ ինձ ավտոյով թափով տեղ տար, շտապա։ Շտապ օգնություն կանչի։ Նախ էսի մեքենա չի, երկրորդն էլ չի աշխատում։ Բա Սարգի, ինչ ես պարապ նստել։ Թե լրիվ քեզ կարանտինի ես տվել, այ լոդր։ Արա ում հետ ես դու տենց հիմա խոսում։ Քո է ռիմուլիկ։ Ես ինչ ես անում, Ռիմա։ Ձեռները տարա։ Լավ չի տեսել։ Ալինա, ես ինչ ա եղել։ Նայ, ոնց որ մատանին կորցրել էինք, մտածեցին հենց կազմակերպեմ, իբր ծեծել են, ձեռքից վերցրել են, դե ծեծելու հարցում են Ռիման ոնց որ բաժաշ կարեց։ Ապրես Ալինա ջան, շատ լավ բան ես մտածել։ Հիմա պետքա արագ սրա մասին ռեպորտաժ նկարել։ Սկանդալ է, օրը ցերեկով մարդ են թալանում, կնոջն են ծեծում։ 100,000-ի մեջն է երեխեք։ Ինչ ես խոսում, Անուշիկ։ Դու մի խոսա, Մերի։ Ավելի ճիշտ Ալի նստի ստեղ նոր կխոսես։ Ես ռեստորանում պետք է արդեն լինեի, բայց ես ամբաշարինում հույսին թողնեմ։ Ալինա ջան, դու բաց էլի, մենք ստեղ շատ զբաղված ենք։ Մերի դու մի շեղվի, նայի կամերային ու պատմի, թե քեզ ոնց են թալանել։ Տխուր դեմքով այդ տենց, ասա։ Ալինա ջան, ճիշտն ասած, այն առաջարկը որ արել էիր, ես մի քիչ մտածեցի, հասկացա, որ փոշմանել եմ։ Արի դու ինձ ռեստորանում գործի տեղավորի։ Ես ում պետք նա կբոքս եմ։ Հանգստացի, ոչ մեկին բոքսել պետք չի, բայց գործի պահով քեզ կարամ օգնեմ։ Հիմա հասցեն կտամ, դու իմ փոխարեն գնամ, ես կզանգեմ կզգուշացնեմ, լավ։ Այ, մերսի Ալինա ջան։ Ես էլ դե լավությանդ տակ կմնամ։ Լավությանդ տակից դուրս չեմ գա։ Մի խոսքով հասկացար էլի ինչ եմ ասում։ Այսօր մտցի տեր զանգե երկչու գործի համար։ Յա, բայր փագալի տենանք ինչ խաղեր է կարում տա։ Թարսի պես զանգեց ասես չի կարում գա, իրա փոխարեն ուրիշ մարդ է գալու։ Աշկես ուրիշ ծիտա։ Թող գա, թող չուզողն էլ ես ելնեմ։ Բարև ձեզ։ Ես գործի համար եմ եկել։ Մատուցողի գործի համար ես եկել։ Մատուցողի գործի համար գաս դու։ Ես օբյեկտի տիրոջ մոտ եմ եկել։ Օբյեկտի տերը ես եմ, տղա ջան։ Կաներես մեռնեմ կյանքիդ, ես է գիտեմ տես պովր մովր ես ըստետ մուտուցող ես ըստետ տենց մենեջեր մոնուջոր ես էլի մեռնեմ կյանքիդ։ Լավ հասկացանք, ինչ գործի համար ես եկել։ Երկիչի, Ալինան պիտի ասած ալներ ձեզ։ Լավ էլ ծիտա։ Բայց ես մտածում էի աղջիկա գալու։ Ինչ ես աղջկանից վատ կարամ անեմ իմ գործը։ Լավ է, աղջիկա պես խաղեր կարում ես տաս։ Մեռնեմ կյանքիդ, անես խաղեր տան բերանները դբաց մնա։ Ես ինչ ասում արա։ Աշկես նրանցից է։ Դու 100%։ Արիստա Եվրոպի։ Չհասկացա, ուրիշ անվճար կայանատեղի չկար ես քաղաքում։ Բարև ձեզ իմիջայելուց։ Բարև։ Մի անգամից ասեմ, որ ես շատ լուրջ հարցով եմ եկել, եւ դուք մի թեթևացրեք խնդրո առարկան։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ անընդունելի եմ համարում այն սկանդալային վիդեոն, որը վարկաբեկում է մեր թաղամասը։ Շնորհակալություն։ Այդ որ ասում եք, որ ձեր ընտրողների հետ ավելի հաճախ եք շփվելու, նշանակում է, որ ամեն օր, ամեն ստից հառիթով գալու եք խառնվեք։ Պատգամավորի ինչ գործն է, թե բլոգերը ինչ սկանդալ է բացահայտել։ Լսեք, մեր ու ձեր հարևանները ինձնից բացատրություն են պահանջում։ Ասում են, որ սա հաստատ կազդի ընտրատարածքում ընդհանուր հանցագործության ցուցանիշի վրա։ Կարող է գրանցվել աճ մինչև 20%։ Հաստատ։ 100%։
Բա ինչ ենք անելու։ Տեսեք, առաջինը պետք է այդ վիդեոն հեռացվի, մինչև հանցագործին գտնենք։ Մի րոպե մի հատ։ Instagram-ից մեր վիդեոն ջնջելը մեր օրենքներից դուրս է։ Դուք էլ օրենքի մարդ ես։ Մեզ կհասկանաս։ Հա, ճիշտ է ասում։ Մեր մոտ ինչ վիդեո գնաց, էլ հերքում պատրտում բան չկա։ Չէ, չեղավ։ Ռիփսիմե ջան, գոնե դու պետք է հասկանայիր հանրային շահի լրջությունը։ Բայց ստե խոսքը մեր սեփական էջում մեր սեփական վիդեոն ջնջելու մասին է։ Հա, բայց մի կողմից սեփականությունն է, մյուս կողմից էլ պետականությունը։ Թե դա կարող եք հաշվի չառնել։ Միգուցե գաք նստեք հանգիստ խոսեք։ Մեր ինքը արդեն գնում է։ Դեպ շատ ճիշտ է ասում ձեր վիդեոյի կապուտ աչյա Սուհին։ Ինձ թվում է, որ աղջիկների հետ բանակցությունը շատ երկար է տևում։ Իսկ ինձ համար հարցը շատ լուրջ է։ Եկեք տեսնեմ ինչ եք ակնկալում ստանալ այդ վիդեոն ջնջելու դիմաց։ Ժողովուրդ, տեսեք։ Արդեն 1 տարվա աղբի գումարի զեղչ եք ստացել։ Ճոճանակներն էլ 6 ամսվա աբոնեմենտ եք ստացել։ Չեմ հասկանում, էլ ինչ եք ուզում, որ այս վիդեոն ջնջեք։ Ինձ թվում է հերիք է։ Էլի բան կա։ Մանկապարտեզում 2 տեղ։ Լավ էլի։ Դուք ոչ մեկը երեխա չունեք։ Չունենք ունենանք։ Այ քեզ բան, համ էլ տուն է, թող լինի։ Կարողա մեկը երեխա է ունենա։ Այդ ժամանակ էլ անիմաստ քաշքշուկի մեջ ոնց որ չենք ընկնի, էլի։ Իհարկե։ Տեսեք, ես այդքան լծակ չունեմ, բայց կանենք։ Ոչ մի երեխա առանց դայակ դաստիարակ չի մնա, բոլորն էլ կունենան ընկերաշատ մանկություն։ Եվ հետո բոլոր երեխաները պարտավոր են մեծանալ։ Հա, մեկ էլ մեծերի թոշակները բարձրացեք, էլի։ Դուք ես լրիվ ձեռ եք առնում։ Բարև ձեզ։ Դուք եք հա քույրը Մերի։ Պարոն Անդրեասյան, ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Իմ համար քայլում էի, եկան ծեծեցին։ Ընդ որում մի քանի հոգով։ Երևի։ Ճիշտ է ասում։ Ինչ կար չկար լրիվ ճղրտել, պոկոտել, պրճկել տարել են։ Ես վիդեոն տեսել եմ, մի րոպե։ Ես եմ նկարել։ Տեսել եք։ Իզուր էինք ծաղկացնում։ Հիմա ինչ, ինձ կներեք, չէ։ Բան չունեմ ասելու, վատ բան է եղել, բայց մեր ընկերությունը որոշեց, որ փոխհատուցման համար ձեր տանից ինչ-որ մի քանի բաներ պետք է տանենք, օրինակ բասկաթոռ, գորգերը, ինչու՞ չէ, հեռուստացույց։ Հա, իմիջայլոց տղերքն էլ բանվորներն են։ Հիմա շատ գեղեցիկ, կպրճոկեն, կպոգրտեն, այս ամենը կտանեն։ Բանվորներ են, ուղղակի ինձ թված սխալ հագնված թիկնապահներ են։ Ինչ թիկնապահ, ո պատգամավոր չեմ։ Դե տղեկ, սկսեք, տեսեք ինչ կա։ Մի րոպե։ Պետիկ չես ուզում քո ընտրողների շահերը պաշտպանես։ Շփթա։ Իհարկե։ Հարգելիս, տեսեք։ Քաղաքացուհին իր կամքով չի թալավել, ճիշտ է։ Ճիշտ է։ Ում մոտ չեն կարող լինել ֆորս մաժորային իրավիճակներ, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես վստահ եմ, որ ձեր պայմանագրում կետ չկա ֆորս մաժորային իրավիճակների մասին, բայց պետք է լինի։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Այնպես որ այս ամեն ինչը կարող եք նաև չտանել։ Ճիշտ է։ Շնորհակալություն։ Տղերք, բասկաթոռից սկսեք։ Ապրես Մերի ջան։ Հա, բայց ես ինչ մեղք ունեմ։ Չհասկացա։ Մատոնին։ Էս գժի տեղ եք դրել։ Ոյ ջան, մատոնին։ Ջանը ջան, բայց ես ո՞նց կբացատրեք։ Պետիկ ջան, հանգստացի, ես գիտեմ ինչ կանենք։ Հեսա մի հատ լավ վիդեո կնկարենք եւ ձեզ եւ մեզ համար ձեռնտու ու քո լավության տակից դուրս կգանք։ Ձյա ջան, դու էլ մի 2 րոպե սպասի, հեսա քո միլիոնը հետ կգա։ Հա։ Արի պետիկ։ Պետիկ պատրաստ ուշադիր, մատոր, կամ մատոր, գնաց։ Օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտված է։ Խնդրու առարկան մատանին գտնված է։
Պետիկի հետ բնակիչները կարող են իրենց հանգիստ զգալ։ Ընտրելով մեզ, դուք գտնվում եք ապահով ձեռքերում։ Դե լավ, ես գնացի։ Մեր մոտ խիստա։ Ռիմա, իստվաս թե դու ես մոմենտը կազմակերպել ես, որ ես հնարավորություն ունեմ գոնե մի անգամ ինձ ասպետ զգալու։ Ես ինչ եմ որ ինձ էլ ես տոպկելու։ Նորեկ, քեզ ոչ մեկ չէր խնդրում գայր խցկվեիր մեր արանքը, որ ես քեզ տոպկեի։ Բայց դա անցած լինի։ Լսի, այս ցապկի պաչևնիկը իր աչքի տակ սառն է։ Դու կներես էլի Նարո ջան։ Լավ, տենց մի նեղվեք, վերջ էլի մուքո չկա։ Один за всех и все одинокие. Մենք ստենդը գլուխ են գովում, որ մեր ընկերը Լուչիանո Ռազվարոցին է։ Պավարոցին։ Այնա աշխատավարձն է կուտակայինով նստացրել են աշկի տակ։ Ապա բայց հասցրի մի հատ գլխով տվի։ Զնգոսները հելը։ Երևի սինուն է գլխի։